Գևորիկը ստացավ Մալխասից ուղարկած հաղորդագրությունը։ Հա, Երեմ։ Նստի։ Ժիրով ես գիտեմ, որ դու սպանություններով չես զբաղվում, բայց սա բացառիկ դեպք է։ Ու դա պիտի աներ այն մարդը, որին ամենից շատ էի ես վստահում։ Ես հասկանում եմ, Երեմ։ Երբ ես նստած էի Ժիրով, դու հոգ ես տարել իմ ընտանիքի մասին, ոնց որ քո սեփական ընտանիքի մասին հոգ կտանեիր։ Դու ես շատ հարցնում ինձ ես օգնել, Երեմ։ Ես քեզ պարտք եմ։ Դաժե որ Ամերիկայում էի, մի մեծ փորձանքից բրծա հենց քո օգնությամբ։ Նման խոսքեր միայն երախտապարտ մարդը կասեր։ Եվ դու այդպիսին ես Ժիրո։ Ու ես գոհ եմ, որ ես ծանր ժամանակաշրջանում դու իմ կողքին ես կանգնած։ Երեմ, դու ինձ գիտես, ես չեմ սիրում ավելորդ հարցեր տալ։ Բայց ավելի հեշտ չէր լինի, որ Գևորիկին խփեի, որ ամեն հարցերը կվերջանար։ Չէին վերջանա, Ժիրո։ Ճիշտ է, Գևորիկը այդ իրեքի միջից ամենաբույնին է։ Բայց նրան սպանելով մեր պրոբլեմները չէին վերանա։ Գորն ու Վարուժը այսօր շատ են հզորացել։ Ու իրանց ընկերոջ սպանությունը կարող է նրանց ավելի ագրեսիվ ու անկախատեսելի դարձնել։ Իսկ սենց Գևորիկը հիմա կմտածի, թե Մալխասը ուզել է իր աչքը վախացնի, կգնա նրա մոտ պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Կգնա, Երեմ, բայց Մալխասն ու Վարուժը կհամոզեն, որ պաստավկա է։ Շատ հնարավոր է, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինի։ Բայց դու վստահ եղի։ Գևորիկը նրանց միջև չի հավատա։ Կասկածը նրա սրտի մեջ բում կդնի ու կամաց նրանց ընկերությունը կսկսի ճաքեր տալ։ Հետո քանդվել ու վերջում դրանք իրար կսկսեն ոչնչացնել։ Առանց մեր օգնության, Ժիրո։ Ու ինչ կշահենք մենք դրանից, Երեմ, բացի նրանից, որ տղեկ հետ չեն լինի։ Ոնց ասում են, սլյատը մեստը պուստը не бывает։ Անկեղծ ասած, ես լրիվ ուրիշ պլաններ ունեի, երբ բանկից դուրս էի եկել։ Բայց ճակատագիրը սիրում է երբեմն դաժան խաղեր խաղալ։ Ու քո առաջ բոլոր դռները փակում է բացի մեկից։ Ու դա այն դուռն է, որտեղ մի անգամ մտնելով չես կարողանում դուրս գաս։ Գիտես առյուծների մոտ ոնց է լինում, Ժիրո։ Երբ պրայդի որսը ծերանում է, կամ որսի ժամանակ վիրավորվելով էլ չի կարողանում իր ընտանիքը պահպանի, հայտնվում են նոր, ավելի ուժեղ ու երիտասարդ առյուծներ, որոնք իրանց հին վաժակին սպանում են։ Ու տիրանում են այն ամեն ինչին, ինչը նա երկար տարիներ կարողացել է պահպանի։ Նույն բանն էլ մեր աշխարհում է, Ժիրո։ Եթե զգացին, որ դիրքերդ զիջել է ու թուլացել ես, կխժռեն։ Ու մի ակնթարթում ամեն ինչ կկորցնես։ Ո՞նն է մեր հաջորդ քայլը, Երեմ։ Մենք վերադառնում ենք բարձրագույն լիգա։ Հավատարիմ տղեր քաղաքի շուրջդ, որոնք մենակ փողի համար չի, որ պատրաստ են մեզ համար աշխատել։ Ուշ թե շուտ մսավացը սկսելու է աշխատել։ Ու ես ուզում եմ, որ մենք դրանից անակնկալի չգանք։ Անակնկալի չեն գա, Երեմ։ Վարուժ Ջիվաննա,
Հենց նոր Գևորգի իր տղեկի հետ եկավ կազինո, սաղ զինված։ Ես ինչ ես ասում, ջիբան։ Հա, հաստատ ինքն էր։ Շուտ եկեք հասեք։ Մարխաստը տեղ, հա։ Հա։ Մեր տղեկից ում գիտես խաբար արա, միշտ մենք կան կասնենք։ Հերան գոր, Գևորը զինված կազինոյ ա մտել։ Մխո ես եմ։ Վարուժատդ որ սաղը հավաքվեք ու գաք Մալխասի մոտ։ Լավ։ Ես հարցով կզբաղվում պրոբլեմ չկա։ Ես ինչ ասեք կատարվում, Գևորգ։ Մալխաս սրանից կես ժամ առաջ իմ տղեկից 3 հոգու խփել են։ Ու հետո այդ կիլերը զենքը դրեց գլխից, վերջում այս ֆիշկեն գցեց ու գնաց։ Ես ուզում եմ, որ դու պարիզնատ կաս, որ դու ես կիլերին ուղարկեի հետևից։ Հիմա ուշադիր ինձ լսի արա։ Ես քեզ 2 րոպե ժամանակ եմ տալի։ Սրանց հավաքի հետը դու դուրս կորից դեդ։ Քանի տեղից ես չեմ ելել ու սաղից սատկացել։ Դե փորձի ինը Մալխաս։ Լսի արա։ Որտունը սրատ Մալխաս առանց տորմուզների է։ Դու ձայնդ կտրի վզգո։ Խոսա Մալխաս, դու էիր կիլերներին ուղարկեի հետևից։ Չէ։ Եթե չէ բան չի ես քո կազինոյի ֆիշկեն ինձ տվե։ Որովհետև այդ անողը իմացել է, որ դու այնքան ապուշ ես, որ առանց մտածել ու կբերես վրես զենք կպայես, արա։ Դու ես սպանեին տղեկին, Մալխաս, դու։ Ու այդ են պարս պատճառով, որ վարուժից չգաս պրոսանել։ Դու պետք է պատասխանես դրա համար։ Արագ դու կայնը։ Ես իշխարած նեք ատալում այո։ Մալխաս գլավը դուրս եկեք։ Դուրս արել է ձերդ հետո կխոսամ։ Մալխաս խնդրում եմ, թող Գևորգին։ Մալխաս խնդրում եմ։ Գևոր, ես ինչ ես անում, Գևոր։ Վարուժ, ընկերդ եկել էր, որ ինձ սպաներ։ Քանի որ մտածում էր, ես եմ իրաց զարկացը տվել, լսում ես։ Դու իմ աղբերն ես, Վարուժ։ Բայց մյուս անգամ ես սրանք կսպանեմ, եթե նման վիխտկեք արեց, խոսքերս հիշի։ Նրանցինք վզգո։